Անցած շաբաթ 10 տիրադավ եպիսկոպոսների կոչով իշխանության կողմնակիցները փորձեցին գրոհել Մայրաթոր Սուրբ Էջմիածինը, բայց պարտություն կրեցին։ Բարև ձեզ, եթերում խորագիրն է, ես Գևորգ Էմինտերյանս, Ավետիք Քերոբյանը եւ Հովհաննես Իշխանյանն ամփոփում ենք անցած շաբաթը։ Ողջույն։ Անցած շաբաթվա գլխավոր իրադարձությունը Էջմիածնի հավաքներ, որը այսպես իրականում շատ քիչ է եղել էլի, որ այսպես հակառակ տեսակետներ ունեցող մարդիկ հավաքվեն նույն վայրում, բայց ըստ երևույթին մեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ է սիրում այդպիսի տեսարաններ եւ նույն վայրում էր հավաքել, ինքը հավաքել էր ուրեմն Էջմիածնի բակում, եկեղեցու բակում բաների, կաթողիկոսի վեհապարտիրոջ, այսպես ասենք, հրաժարականը պահանջողներին եւ ըստ այդմ էլ վեհապարի կողմնակիցները, մարդիկ, որոնք դեմ են հայ առաքելական եկեղեցու դեմ այս բիրտ արձակումներին, նրանք էլ հավաքվել էին պաշտպանելու համար վեհապարտիրոջը։ Ինձ համար շատ տարօրինակ է, որ այդտեղ բախումներ չեղան, թեև եղավ հրմշտոց, ու կարելի ասել, որ այսպես թեև իհարկե ասում են, որ ընդդիմությունը այսպես վեհապարի աջակիցները հաղթանակ տարան, բայց ես կարծում եմ, որ ընդհանրապես այդ տեսարանը խայտառակություն էր մեր բոլորի համար, ու այդտեղ մարդիկ կային, որոնք լացում էին, արտասվում էին եւ կատված էին ստանում։ Դե իրականում լրիվ թուրքը տենա ուրախանա վիճակ էր, եւ կարծում եմ, որ մեր թշնամիները ոնց որ ասում են հերթական շամպայնը բացեցին այս տեսարանը նայելով, նշելու համար հայ ազգի պառակտման հերթական գործընթացը, հերթական արարը, բայց մյուս կողմից էլ կարծում եմ, որ հրահանգ չկար բախումների, դրա համար չգնացին այսպես իշխանական կողմից հրավիրված եւ գործողվածները, ամեն դեպքում ոնց որ ես չեմ կարծում, որ սրանով ավարտվեց ոչ մի դեպքում։ Ես կարծում եմ, որ զոհերը այնուամենայնիվ եղել են, այդ զոհերը այդ 10 տիրադավ սրբազաններն են, որոնք այդ օրը կարելի ասել մինչև վերջ խայտառակ եղան, որովհետև գոռում էին իրենց հետևից, չգիտեմ, անվանարկում էին եւ այլն։ Գյումրիում էլ էին գոռում եւ անվանարկում իրականում, եւ կարծում եմ, որ այդ մակարդակի չէր իհարկե, եւ այս աստիճան որ ասենք ԱԱԾ-ականները ամաչելով նրանց ուղեկցեն, տանեն, փակեն եւ ամաչեն, որ իրենց դեմքերը չերևան, այսինքն սովորաբար այդ թիկնազորը պահպանողը եւ այլն չի ամաչում էլ այդ գործողության համար, ինքն իր գործն անում, բայց այս դեպքում մենք տեսանք, որ այսպես վազելով փախան այդ պաշտպանողները։ Գործողված պահապաններ էլ կային, թիկնազոր էլ կային, քաղաքացիական հագուստով գործողված թիկնազոր էլ կար, դեմքերը եւ դեպքերը բացահայտվել են, արդեն այդ մարդկանց անուններով էլ շուտով կիմանանք, որոնք իրենց պաշտոնական լիազորությունները չարաշահելով կամ իրենց պաշտոնական լիազորությունների կատարման ընթացքում իրականացնում են ապօրինի գործողություններ։ Ամեն դեպքում այսպես կոչված իշխանությունը իր աստուգոհական աշխատանքը կատարեց, տեսավ, եթե Մայրաթորում կաթողիկոսին գերեվարելու process սկսի, ինչքան մարդ կհավաքվի, եւ ինչքան մարդը անհրաժեշտ լինելով, որպես այդ դիմադրությունը ջարդվի, իհարկե այնտեղ որոշակի բաներ արեցին, մի քիչ այտենց խաղացին պրովոկացիայի հետ, տեսնելու համար թե ինչ դիմադրություն առաջանում այդ եկեղեցու բախման ընթացքում։ Իհարկե այնտեղ նաև այդ Դանիել Յոհաննիսյանի դրոնները ցուցադրեցին կադրերը, որը երևի համամասնությունը 1-3-ի էր, բայց Դանիել Յոհաննիսյանի դրոնը ցույց չէր տվել եկեղեցու ներսը, որտեղ երևի 1000 հոգի էլ այնտեղ էր։ Մյուս կողմից բնականաբար էս երեկվա այդ կեղծ թուղթը, որ տարածել են Եզրասար arczepiskopos-ի հետ կապված որոշակի տրամադրությունները առաջացնելու ու կաթողիկոսի պաշտպանության շրջանակներում մի քիչ տենց թուլացնելու հարցեր ամեն դեպքում առաջացնեն, կլինի տենց բաներ, որպեսզի կաթողիկոսին արդեն գերեվարելուց ավելի քիչ լինի, բայց դա մենք իմ կոչն է, որ
կրկնապատիկ, եռապատիկ շատ պետք է լինի այն ժամանակ, երբ որ արդեն կաթողիկոսին ուզենան բռնեն, որպեսզի չկարողանան տանել։ Իդեպ սա չպետք է լինի Միքայել Աճապահյանի պես, այն որ բանը բաց թողեցին, հետո հետ բերեցին, հետո թողեցին, ինչ որ եսի ինչ էին անում, պետք է լինի պարզ մի բան, սահմանադրությունը խախտելով եկել եք ուզում եք կաթողիկոսին տանեք, չենք թողնում։ Ես կա։ Ամեն դեպքում այս թեման ամփոփելով իհարկե շատ դժվար է սա ամփոփել, որովհետև շատ ծանր է եւ այդ էմոցիոնալ բանը շատ մեծ է։ Ամեն դեպքում ես ուզում եմ ասել, որ այդպես միանշանակ չի, որ Նիկոլ Փաշինյանը Էջմիածնում պարտություն կրեց, որովհետև եթե հաշվի առնենք այս ընդհանուր վարկաբեկումն ու խայտառակությունը, որ եղավ, եթե հաշվի առնենք ուրեմն այն, որ ըստ էության իրենք թեկուզ եւ չլսվեց դա, թեկուզ եւ չգիտեմ ինչ, բայց եպիսկոպոսները կարդացին իրենց պահանջը այդ վեհարանի մոտ, եւ նաեւ ինձ համար շատ տարօրինակ է, թե ինչպես որ ամեն ֆուտբոլային հանդիպումից, չգիտեմ ինչից հետո տարբեր թիմեր ինչ որ բան է լինում, հրահրում է լինում եւ այսպես քաշքշոց ծեծ ու ջարդ չգիտեմ ինչ է լինում, բայց մարդիկ այնքան զուսպ եղան, այնքան հավասարակշռված եղան, որ ուրեմն դրան չհասավ։ Դա իմ մեջ ստեղծում է ճիշտ ասած մի հատ մեծ կրկեսի տպավորություն, որտեղ կողմերը ինչ-ինչ ուժերի, ինչ-ինչ պայմանների բանով կարողանում են պայմանավորվել եւ իրենց անդամներին ստիպել, որ բանանեն, ենթարկվեն այդ ընդհանուր կանոններին, եւ ինձ համար մի հատ էլ շատ հետաքրքիր բան կար, որին ուզում եմ անդրադառնամ, որ ոստիկանները մարդկանց դեմքին նայելով որոշում էին, թե իրենք նիկոլականներ են, թե ոչ նիկոլականներ, եւ մարդը, որ մոտեն մեր տաճարին, ասում էին դուք գնացեք աջ, դուք գնացեք ցախ եւ այլն, եւ մարդիկ, որոնք փորձում էին ասենք հակառակ բան անել, առանց հարցնելու, հետ էին կանչում, ասում էին չէ, հետ եկեք ձեր տեղը ստեղական, ցախ մի գնացեք, աջ մի գնացեք, ես մի երկու եւ լավ հրահանգավորված էին, բայց նաեւ պիտի ասենք, որ նաեւ շատ էին եւ իրենց այդտեղ շատ լինելը նաեւ խնդիր առաջացրեց Բագրատ Սրբազանի եւ այլոց գործով դատավարության ժամանակ պարզվեց, որ ոստիկանությունը այնքան ռեսուրսեր ուղարկել Էջմիածին, որ երկու մեղադրյալներին քրեակատարողական հիմնարկից, կալանավայրից տեղափոխելու ռեսուրս չունեին։ Եվ այդ պատճառով դատը հետաձգվեց։ Միջալուց շատ լավ օրինակ բերեց իրենց ֆուտբոլի հետ կապված, իմ գյումրեցի ընկեր Արթուր Համբարձումյանն էս վերջերս Celtic-ի եւ Rangers-ի օրինակներ բերել, ասում է, եթե մրցավարը վատ դատի կամ ինչ-որ մեկին անարդար, լավա թուրքական բաները չէր բերել, Բեշիկտաշի եւ ասենք Գալատասարայի, բայց էդ էլ բերեց, դու էլ ես հետևում Արթուրին, շատ լավ է, բայց ամեն դեպքում այդպիսի հանդիպումներից հետո արյունահեղությունը անխուսափելի է լինում, եթե ինչ-որ անարդար բան լինի։ Այստեղ ակնհայտ էր, որ այն կողմից չէին մտցվել խաղի մեջ այն դանակավոր ուժերը, բայց կարծում եմ, որ դրանք հաջորդ արարների համար պատրաստվում են, հաշվարկվում են, թե ինչքան մարդա պետք լինելու դանակավոր, այսպես փոխաբերական իմաստով եմ ասում, այսինքն այն մարդկանց, ովքեր ֆիզիկական բռնությունը իրենց համար սովորական է։ Եվ գիտենք, որ այդպիսի բաներ կան եւ պատրաստվում են։ Կարմիր բերետավորները առանձնապես չկային, ու Գևորգը կարևոր բան է ասում, որ պետք է հաշվի առնել, որ սա Նիկոլ Փաշինյանի համար պարտություն չէր։ Այո, իսկապես պետք է այդ էйֆորիայից մի հատ դուրս գանք, որովհետեւ սա նրա համար ստուգողական քայլ էր։ Նիկոլ Փաշինյանի պարտությունը լինելու այն ժամանակ, երբ որ ինքը արդեն իր այս բոլոր գործած այս հանցանքների համար արդար դատաստան կստանա ու կստանա իր արժանին, այնպես որ բնականաբար ասենք ոչ քո ասածը, որ այդ ամբողջ իրանց ներուժն էին այնտեղ կենտրոնացել, ոչ էլ այս գործողությունը նպատակ ուներ այդ իրենց հաղթանակին հասնել, այնպես պետք է շատ ավելի զգոն ու աչալուրջ լինել։ Դե քո նշած անձը իրականում այդ օրը հրապարակավ ձեռքերը լված
երեկոյան տեղի ունեցողից, ասաց, որ ես չեմ ուղեկցում եւ չեմ ուղղորդում, բայց ակնհայտ էր, որ իր կառավարության մյուս անդամները գործուն մասնակցություն են ունեցել այնտեղ ուղղորդելով եւ գործուղելով իրենց ենթականերին աշխատանքային ժամին միջելոց։ Այո, տեղեկություններ կային, որ Գյումրիից են եւ պաշտոնյաներ եկել եւ ուրեմն տարբեր դպրոցների բաների Թալինից եկել էին համարյա բոլոր պաշտոնյաներ են եկել եւ այլն։ Դե Թալինը մի տեսակ դարձել է բան նիկոլականություն, չգիտեմ, բաստիոն կամ շատ տարօրինակ կերպ գրավված համայնքապետարանը դարձել է նիկոլականության բաստիոն։ Երկրորդ քայլը այս թեմայով, ուրեմն, որը երևի թե կարելի է դիտել որպես իշխանության պատասխան այդ գործողություններին, ուրեմն ԱԱԾ արխիվներից, իբր ԱԱԾ արխիվներից մի փաստաթղթի հրապարակում էր, որը 86 թվականին, ճիշտ եմ, չի հիշում, 86, իբր Եզրաս Սրբազանը 86 թվականին թուղթ է ստորագրել, որ համագործակցել է թղթի վրա գրած է Մկրտիչ Ներսիսյան։ Որ բանա թուղթ է ստորագրել, որ համագործակցելու է ուրեմն այն սովետական միության ՊԱԿ-ի հետ։ Մեջարից այստեղ ոչ թե ստորագրած թուղթ է, այստեղ ներկայացված է, այսպես ասած, այբենական քարտը, բայց վիճակագրական քարտ անվանումով, ես մի փոքր ուսումնասիրել եմ այդ քարտոնը, այսպես ասած, եւ դրանք տարբեր փորձագետեր համեմատում էին, օրինակ 92 թվականին Լատվիայում լյուստրացիայի եղած ՊԱԿ-ի խորհրդային ՊԱԿ-ի գործակալների քարտոնների հետ եւ համեմատելով այսպես ցույց էին տալիս եւ մատննշում էին էական տարբերությունները, ընդ որում ակնհայտ է, ասենք, որ եւ տարատեսակը, որով որ տպված էր այդ քարտը, ոչ խորհրդային ժամանակվանից էր, եւ այդ քարտը ընդհանրապես ասած կոմպյուտերով հավաքված, գիտենք, որ 86 թվականին ոչ մի այդպիսի բան չկար, ել չասենք թղթի տեսակից, գույնից, տարատեսակից, հրամանից հրահանգից, թե ինչպես պետք է լրացված լինի եւ այլն, բայց ի տարբերություն մնացածի, ասենք, օրինակ Արարատ Միրզոյանի հրապարակված սեփական ձեռագրով համագործակցության պարտավորությունից այստեղ նման բան չկա եւ չի էլ կարող լինի, կարծում եմ, ել չեմ ասում այդ ամենիներ հայերեն լեզվով, մի քիչ մենք էլ մտանք փորձագիտական դաշտ, բայց կարծում եմ, որ սա հերթական, ասենք, սա ոչ թե մեկ օր անոց, այլ մեկ շաբաթանոց կամ մի քանի շաբաթանոց տեղեկատվական խայծ է, որ որպեսի մեր ուշադրությունը իրականում շեղեն այլ էական գործընթացներից, որի մասին երևի հետո խոսենք։ Ես կարծում եմ, որ սա նշաններից մեկը, որ ինչ վատ վիճակում է գտնվում մեր պետական համակարգը, որովհետև նախ պիտի, եթե դա ԱԱԾ-ից չի դուրս եկել, պիտի ԱԱԾ-ն հերքում տարածեր, ասել, որ սա մենք չենք տրամադրել։ Եթե իրենք են տրամադրել, պիտի իրենց էջով հրապարակեն եւ բացատրեն ինչու են դա հրապարակում։ Հրապարակում են կուսակցական ԶԼՄ-ով են հրապարակում։ Հա, բայց ասում են, որ դրանից առաջ Civilnet-ը ուղարկել էր հարցում, պատասխանել են, որ չէ, դա անձնական գաղտնիք է, պետական գաղտնիք է եւ այլն։ Հա, 2 ամիս առաջ։ Հա, իսկ հետո ուրեմն դա հրապարակել էին նախ, այսինքն եթե ինչ-որ մեկ ասենք Նիկոլ Փաշինյանը թարսվում է կամ չգիտեմ ինչ որ Նիկոլ Փաշինյանը բան ունի իրան ասելու եւ այլն հանում է նրա ասենք ինչ որ գաղտնի տեղեկություններ, ասենք կարան հրապարակեն իր բանկային փոխանցումները կամ ասենք անալիզի արդյունքները եւ այլն։ Եթե դա հրապարակվում է, ինչի է դա միայն իրան հրապարակվել։ Թող բոլորինը բացեն հրապարակեն, ես դրան համաձայն եմ։ Իլյուստրացիայի օրենքի նախագիծ կա, թող դա ընդունեն օրենք, ըստ օրենքի այդ իլյուստրացիան կատարեն։ Ես դրան շատ կողմ եմ, բայց եթե հանում են մեկին են հրապարակում, այն էլ կասկած կա, որ դա կեղծ է, որ դա սուտ է եւ այլն, ես կարծում եմ, որ դա պետության, ասենք, չգիտեմ, ողնաշարը ջարդող քայլ է, որովհետեւ, ասենք, վարչապետը մեկի չունի, ուրեմն իր բանը անում է։
Մյուս կողմից դուք իշխանության եկեք 18 թվական, եթե դուք 18 թվականին գայիք ու ասեք, որ այս մարտիկ գործակալներ են, ես իմ չենսենս դեմ պետքա պայքարել, հանել եւ այլն, ես դա շատ ավելի նորմալ կընդունեի, քան երբ որ 7 տարի դուք այդ մարդկանց հետ աշխատել եք, իրանք ձեր հիմնադրամներ փողեր են վճարել, դուք գնացել եք, չգիտեմ, իրանք են հարկեր են վճարել, եւ այլն, հետո ինչ մի պահի չգիտեմ ինչ ա եղել, որ դուք տենց որոշել եք, որ իրանք ձեզ այլևս պետք չեն եւ ասում եք, որ գործակալ են։ Մյուսը ոչ մեկ այլևս չի համագործակցելու ԱԱՑ-ի հետ, որովհետեւ համարել են, որ ասենք դա այլևս որևէ չի կարել ինչ որ ԱԱՑ մեկը ասի, որ մենք քեզ երաշխավորում ենք, որ դու գաղտնի կմնաս կամ ինչքանես, որովհետեւ պարզա, որ կարող գա մի հատ ասենք գժական վարչապետ եւ ասենք եւ իր ճաշակով գաղտնազերծի ասենք այո։ Հիմա ոչ մեկի համար գաղտնիք չի, ինչա ԱԱՑ-ն մեր երկրում։ Ասենք բոլոր ակտիվ բաները, որ ասենք ուսանողական տարիներից սկսած, չգիտեմ, լրագրողներ, խմբագիրներ, քաղաքական գործիչներ, հանրային գործիչներ եւ այլն, միշտ մեր երկրում առնչվել են ԱԱՑ-ի հետ։ Միշտ ինչ որ տես բարի դեմքով մարդ ինձ 2 անգամ մոտեցել են, որ տենց բան, իսկ ինչ կլինի, իսկ ինչ լավ կլինի եւ այլն եւ այլն։ Ընդ որում միշտ այդպես խոստումները, որ մենք քեզ կօգնենք, մենք քեզ չգիտեմ ինչ կանենք եւ այլն։ Իմ պարագայում այդ մոտեցումից հետո միշտ եղել է անհաջողություն, որովհետեւ իմ ասպիրանտուրայի տեղ չեն իջեցրել, ինչ չգիտեմ, ինչ չեն իջեցրել եւ այլն։ Հիմա եկել է Նիկոլ Փաշինյանը եւ փոխանակ ուրեմն քննադատի, բացահայտի ԱԱՑ-ի այդ գործողությունները, որոնք ուրեմն ուղղված են եղել են մարդկանց, ովքեր չեն կոտրվել, ովքեր չեն համագործակցել, համարել են դա, ասենք, իրանց արժանապատվությունից ցածր եւ այլն, ինքը եկել է եւ բացահայտում է իբր էլի այն մարդկանց, ովքեր համագործակցել են, որը ասենք էլի, չգիտեմ, մեղմ ոնց ասեմ, մենթական պահվածք։ Թե եթե ուշադրություն դարձնենք, թե ինչ ակտիվություն է այսօր սոցցանցերում, ես մեջ բերեմ Անդրեաս Սաֆարյան-Ստյոպայի գրառումները, այսօր ինքը կրկնել է իր Facebook-յան էջում 2019 թվականին որպես հանրային խորհրդի անդամ իր կոչը շատ իր ճակերտներով շատ սիրելի եղբայր եւ հարգելի վարչապետին պահանջելով, խնդրելով լյուստրացիա անել, հա։ Հիմա ուզում եմ տեսնել այդ մարդու դեմքը 6 տարի հետո նույն բանն է պահանջում նույն ձևով, հա, իսկ միգուցե իրեն հաշիվ տա թե ինչու չի արվել դա 6 տարվա ընթացքում կամ 7 տարվա ընթացքում 7 տարուց ավել պաշտոնական իշխանություն է, հա, 18 թվականի դեկտեմբերի ընտրություններից անցել է 7 տարի։ Ինչ չեն անում, այն հին խոսքը, ասում եմ հետաքննության իրականացնելիս կարևոր է ինքդ քո վրա դուրս չգաս, ակնհայտ է, որ ասենք Միրզոյան Արարատը միակը չի իր շրջապատից, որը ունի այդպիսի թուղթ ստորագրած արդեն ԱԱՑ-ի հետ համագործակցության։ Միգուցե մյուսներին էլ է դուրս գալու, թե այսպես ճաշակով ընտրովի գաղտնազերծումն են կատարել։ Բացի դրանից, ասենք մենք ունենք WikiLeaks-ի արտահոսքը, ըստ որի Արման Բաբաջանյանը համագործակցում էր ամերիկյան լրտեսական ծառայության հետ։ Դա դեռևս Սերժ Սարգսյանի օրոք էր բացահայտվել, բայց ինքը դարձավ падգամավոր եւ հիմա էլ շարունակում է նույն ձև իր գործունեությունը ծավալել ու որևէ հետաքննություն չի սկսվել այդ գործով։ Մյուսը ավելին ասեմ, էլի Հովանես ջան, դրանց շատ ավելի ուժեղ դեպք կա, երբ ուրեմն Արթուր Բաղդասարյանին ասում էին, որ դու լրտես ես եւ այլն գործակալ ես, ընկել են հետևից, չգիտեմ, օյեկին էին հալածում, ես իմ չեն անում, բան։ Մեկ էլ հանգած նշանակում անվտանգության խորհուրդ։ Չէ, ժամանակ ազգային անվտանգության խորհուրդ էր, այո։ Ու բան չէր, վարչապետի աշխատակազմում չէր ազգային անվտանգության խորհուրդը։ Ժամանակ ազգային անվտանգության խորհուրդը առանձին պետական սահմանադրական մարմին, այո։ Խելագարություններ էլի Հովանեսյան, այդ Ռոբերտ Քոչյանը ասում էր, որ դա ագենտ է, ձայնագրություններ ապարակեցին, բան չէ, Լևոն Զուրաբյանի հետ ձայնագրություն, եսի ինչ բան, մենք թեմայի մեջ ենք, թեմայից դուրս ենք, եսի ինչ բան, հետո 2008-ից հետո դարձավ անվտանգության խորհրդի քարտուղար։
Դրան գումարած 2019-ի մյուս մեծ արտահոսքը, որ այդ բրիտանական այդ Integrity Initiatives այդ անունը տենց գրեց, որտեղ երևում է, որ Դանիել Յոհաննիսյանի սուտեյը հավաքագրված է բրիտանական ծառայությունների կողմից, որպեսզի անկախ փաստերի ստուգման հարթակի ճակերտավոր անկախ էլի բանանի ռոպագանդանի հենց բացահայտելու ժամանակ է սուտեյը փոխվեց FIPEM դարձավ այդ շրջանում ու էլի դրա շուրջ որևէ հետաքրքրություն գոնե ամաչում ինչ ֆատ գոնե ամաչում ով Յոհաննիսյանը չի ամաչում չէ հպարտ է ինձ թվում է ինձ թվում է գործակալների մոտ մի հատ իշո բան կա որ եթե իրանք գործակալ են ինչ-որ երկրի դա ճաշակ ունեն չէ ասենք սիրում են այդ երկիրը այդ երկրի գործակալը լինելը լավ է բայց մյուս երկրին հակառակորդ երկրին ասենք եթե Ռուսաստանի գործակալը վատա Բրիտանիային է այստեղին է լավ ոչ դա Բրիտանիային է վատա ասենք Ռուսաստանը ինձ թվում է հայ գործակալների մեծամասնությունը նայում է փողի մեծությանը ասենք ռուբլի արժեքվում է բոլորը ինչ անենք դե օրինակ 14 թվականին ռուբլին ինչքան արժեքել 3 անգամ արժեքվել է չէ այս բրիտանական ֆունտը ընդամենը 0.3 անգամ բայց ավելացնելով էս թեվը այդ մյուս կուրիոզը էլի լավ եթե տես KGB-ի գործակալներին տես լավ ասեք թե իսկապես տես լուրջ դեմ եք ենթադրենք թե KGB-ում հայրեն էին փաստաթղթավորում անում եւ կեղծ չէ այդ փաստաթուղթը Կարեն Դեմերճյանի հարցն ինչ է կանգնացնում որ ամբողջ KGB-ն իր ձեռի տակ է այսինքն իր ձեռով էր ասում այդ ամեն ինչ Խանջյան փողոցը ինչ չեք վերանվանում Կասյանինը վերանվանեցին ազգեն առաջին դրեցին Շահումյանի հարցանն ու Մերաստիկյանի հարցանը ինչ չեք անում ասեմ Անդրանիկ Մարկարյանը ձերբակալվել է Քոչինյանի ժամանակ Տարոն Մարկարյանը այդ փողոցը որտի Տերյան կոչվեր Քոչինյանի փողոց կար մասիվում հայտածվածը նա հանեցին բերեցին այդ հատվածը դրեցին Քոչինյանի անունով բայց իր հորը դատել է Քոչինյանը ներել արի ինչ դե հիմա ինչ որտեվ փողը ով է տալի փողն ամեն Յակով Զարոբյանի ժամանակ էլ դատվածներ կլինեն բայց չկա Զարոբյանի կենտրոնական մասում փողոց չկա բաղարեմ փողոցին զուգահեռ Սահմանադրական դատարանի հետ է հա Ուրեմն Զարոբյան փողոց դա կախված է նրանից թե ունի այդ մարդը ժառանգներ թե չունի ճանաչում ժառանգներին չէ բայց դե հզորության մասով չեմ կարող պնդել էլի չէ այդքան հզորել չեն բայց ամեն դեպքում պիտի փաստենք մի բան հա որ մենք հիմա ասած է իրական ես ուրիշ բան եմ ասում ես կփաստեմ սպասի ասեմ դա նշանակում է որ մենք ցեղախումբ ենք Այդ է ուզում ասել որ մենք ցեղախում ենք որ մենք ոչ թե մարդու մեծությունն ենք գնահատում ոչ թե իր արածն ենք գնահատում ես որոշում ենք ասենք Թումանյանի արածն է մեզ ավելի շատ պետք թե Տերյանի թե չգիտեմ ինչն է ավելի կարևոր թե այն այլ մենք որոշում ենք ասենք ավետիք էս մարդը թորնա ավետիք է դեսում լավ լինեմ եկեք ավետիքը եկել խնդրել են չբան ավետիքի համար էս բանը անենք որ բան այսինքն մեր գրականության դասագրքերը, պատմության դասագրքերը, չգիտեմ, բաները որոշվում են այդ տրամաբանությամբ, որ ցեղախմբի, ասենք թայֆաների միջև եղած կոմպրոմիսով։ Ուրեմն այդ ժամանակ եկեք պաշտոնապես հրաժարվենք, ասենք, կուսակցություններից, ես ինչից, բացենք բաներ, ցեղախմբեր, ասենք լինի, ասենք Հայաստանի Հանրապետական ցեղախումբ լինի հայ հեղափոխական ցեղախումբ, չգիտեմ ինչ, ցեղախումբ եւ այլն եւ բոլորով տենց ինչ որ անունը լինի ցեղախումբ, ոչ թե լինի լուսավոր ցեղախումբ։ Բարգավաճ ցեղախումբ։ Դասական լուսավոր ցեղախումբ։ Ու բաներ, տոհմային բաներ լինեն, որ ասենք, չգիտեմ, ցեղապետով, չգիտեմ, բանով եւ այլն, քրմապետով բանով, չգիտեմ, կողմենչը սրբազաններ կծվեն այդ բաներին եւ այլն։ Ու չգիտեմ, մենք էլ ասենք ինչ-որ բմբուլներ կպցնենք մեր գլխներին եւ բաներ հագնենք ու տենց քաղաքական պայքարը եւ այլն այդ ունով գնա։ Բայց ինձ թվում է որ մի քիչ խտացնում ես գույները, հա, պետք է նայենք տեսնենք, ասենք տուարեգներին, օրինակ որ չգիտեմ, Մալիում Ալժիրում, Մարոկոյում եւ այլն անապատներում ապրում են իրենց համար, շատ լավ էլ կռիվ են տալիս գերիշխան գերակշիռ ուժերի դեմ, բայց միևնույն ժամանակ, ասենք, իրենք չեն ձևավորում պետականություն, պետություն, հա, չեն ձևավորում
ազգ իրար մեջ են կռվում, հա։ Ես չեմ ուզում մենք դառնանք տուարեգների նման ցեղախմբերի հավաքույթ, ու պետք է ամեն ինչ անենք, որ դրան չվերածվենք։ Մենք գիտես ինչ վիճակում ենք, այդ բան կա, որ երկու վիճակների միջև ինչ որ անհասկանալի, օրինակ ասենք մարդը, որ հոգին տալիս է, չէ՞, այդպես պատմություններ կան, որ ասենք հոգին տալիս է, հետո ասենք մեկը գոռում, այ չգիտեմ, չեմ, հետ է գալի, հետո մի հատ էլ է գոռում, հետո մի հատ էլ է գոռում, հետո այդ գոռացողին հանում են դուրս, ասում են թողես մարդը մեռնի։ Հիմա մենք գտնվում ենք երկու վիճակների միջև, այսինքն անորոշության մեջ, մի կողմից մենք ունենք Կոմիտաս, ունենք բան, որ ասենք 1700-ը եկեղեցի, էսի մի ինչ բան, որ այ, ես ինչ բարձր է, մենք ու իրականում մարդիկ ունենք 12000-ամյա Պորտասար եւ այլն մնացածներ ինչ է, լսում ես այդ պատմությունը իմանում ես, փշաքաղվում ես եւ այլն, եւ մյուս կողմից ունենք ասենք Թալինի քաղաքապետ, որը գալիս է, ասենք ասում է Սիրունյանների շալվարս կիչացների զոհվածի մորը, ասենք որը ասենք անպատկերացնելի բան է, ոնց կար այդ մարդը լինի քաղաքապետ դրանց հետո։ Հիմա այս բանը, որ մենք ասենք ցեղեր ենք, բանենք, թե այն ենք, դա շատ լուրջ խնդիր է։ Սովետին բան ենք ասում, բայց սովետի ժամանակ էսպես բան ասվեր, հա, Թալինի քաղաքապետ չէ, ուզում է կոնկուրսի առաջին քաղաքավարի։ Այդ Խեղճ Դեմիրճյանը ասել է ջեբսա, որ հանեմ տամ, խաչեցին, չգիտեմ ինչ ասես չէին ասեմ եւ այն, չնայած չի որ 0 տևը բան արեցին, բայց այդ օրինակ այդ խոսքի համար որ ինա քննադատվեց ու հիմա ինչեր է ասվում, ասենք Դիլիջանի քաղաքապետը, ասենք մարդը չի կարում 10 բառ իր հետևից խոսա, դրա համար հարցազրույց չի տալի, ոչ միտեղ չի գնում, իրեն թաքուն են պահում, ու հիմա էլ բան եղավ է շաբաթ, որ Ռուբեն Վարդանյանի հետ կնքած բաները, այդ երկարաժամկետ վարձակալության եւ չգիտեմ ներդրումային պայմանագրերի պայմանով պայմանագրեր։ Ուրեմն այս շաբաթվա մյուս իրադարձությունը, կարևոր իրադարձությունը այն էր, որ այսպես իշխանությունները բան էին անում, որ Ադրբեջանից վերջապես ուրեմն նավթ է հասել Հայաստան, նավթամթերք է եկել, բենզին, այո, կարող ես ջուր լսել։ Եվ ուրեմն, չգիտեմ, Գևորգ Պապոյանն էլի ոգևորված բան, որ ասում են չար լեզուներն ասում են, որ փորձել է այդ բենզինից, այն ցորենի նման հասել է այրում կայել։ Զապիվատ արել, բենզինով է ցորենը զապիվատ արել։ Կվասա արել։ Քաղաքական իմաստով ես իհարկե այդ ուրախության բանը իրանց գծի մեջ հասկանում եմ, որովհետև իրենք համարում են Նիկոլ Փաշինյանը դա համարում է խաղաղության ապացույց, գրառում էր արել, որ ահա խաղաղությունը հասել է, որովհետև բենզինը եկել է եւ այլն։ Մյուս կողմից ես տեսնում եմ բան, որ մյուս կողմից ես տեսնում դրա քննադատությունը, ես հասկանում եմ, որ պարոնեք դուք եք այդ քննադատողներից, որի հիմնավորումը իմ կարծիքով միջև վերջ չի ներկայացվում։ Սենց հասկանալի չի ներկայացվում։ Դե այդպես շատերը քննադատում են հենց զգացմունքային տեսանկյունից, բայց կան նաև փորձագետներ, որոնք ստապ վերլուծում են եւ քննադատում թեկուզ տնտեսական տեսանկյունից, հա, օրինակ Մեսրոպ Արաքելյանը եւ Անանյան Դավիթը կարծեմ մանրամասն վերլուծել էին Ադրբեջանի նավթային արդյունաբերությունը եւ փաստերով շարադրել, որ Ադրբեջանը այդքան էլ բենզին չի արտադրում, որ արտահանի իրականում այն տեսակի բենզինը, որը իբր ներմուծվել է Ադրբեջանից, դա իրենք ներկրում են։ Հա, Ռուսաստանից հարյուրավոր անգամ ավել ներկրում են, քան ընդհանրապես արտահանում։ Մյուս կողմից էլ այսպես բենզինի ինդուստրիայում բաց գաղտնիք է, որ նույն Ռանոյլը տևական ժամանակ փոքր քանակներով Ադրբեջանից, Վրաստանից ադրբեջանական բենզին է ներկրում։ Փաստեր դեռ երբեք ոչ ոք չի ներկայացել, բայց այսօր էլ ասենք գնաս խանութներ կամ փողոցային մրգի խանութներ, կասեն քեզ Ղարաբաղի նուռը, այնա վրացիք բերում են, հա։ Առնող էլ կա միջայլոց, մարդիկ լավ էլ իմացել են, որ Ռանոյլում, ասենք եթե բենզին ես լցնում, շատ հնարավոր է, որ ադրբեջանական բենզին ես լցնում մեքենա։ Ուղղակի այսօր
եւ ներկրումն է բացահայտ եւ ուրախությունն է բացահայտ դրա հետ կապված, հա։ Դրա հետ միասին դա մեսը կսկսի ներկայացնել որպես հերթական հաղթանակ ինքնիշխանության այսպես ճակերտավոր ճանապարհին։ Բայց չպետք է մոռանանք մի բան, որ մենք այսօր դեռ գործ ունենք ճշտամական պետության հետ, ինչքան թող ստորագրեն, որը ռազմակալել է Հայաստանի Հանրապետությունից հարյուրավոր քառակուսի կիլոմետրով տարածք եւ չէր պատրաստվում դուրս գա այդ տարածքներից։ Ընդհանրապես, ել հետնել դրա հետ միասին որոշ դիրքերում պատանդարվածը պահում մեր զինվորները եւ հերթափոխը մտնելուց հետո նոր թույլ տալիս դուրս գա փոխարինվողը։ Եվ գործ ունենք իրականում չեմ կասկածում, որ իրենք տեսանկյունից սա նաև հերթական պատերազմական ակտն է։ Սրա հետ միասին, ասենք այս բենզինի հետ միասին, քանի վագոն կամ ցիստերն բենզին մտավ Ադրբեջանից այս տարի Հայաստան, այդքան եկեղեցի եւ հնավայր կքանդվի Արցախում կամ այլ շրջաններում։ Դա հետո դրան գումարած, ասենք այդ ներվայնացուցիչը սրանց անելիք դրեսիրովկան, հա, սկզբից մի հատ Ղազախստանից ցորեն բերենք, թող դրան սովորեն, հետո այս բենզինը կբերենք, մի հատ դրան կսովորեն, հետո ադրբեջանցին, չգիտեմ, ալենը մեկն ու մեկի հետ կգնա Ադրբեջանում կհանդիպի, մի հատ դրան կսովորացնենք, հետո ադրբեջանցիներին կբերենք ստեղ դրան կսովորեն։ Այդ արդեն արել են։ Այդ արդեն արել են վերաբնակեցնեն նկատի ունեն։ Այ վերաբնակեցում արդեն դա շատ լուրջ բան է։ Նավթով հետո այտենց ընտելացնելով, այսինքն շանտեղ դրած ժողովրդին, համ էշի տեղ դրած, համ շանտեղ դրած, այս ժողովրդին այտենց դրեսիրովկա են անում, էլի, կամած սովորեք, որ այս տարածքից դուք դուրս եք գալու Ադրբեջանը հայտնի։ Իսկ զգացմունքային մասը միանշանակ պետք է անընդհատ շեշտել, որովհետև փաստորեն այդ իրանց այդ ինչա թե Ռանոյլը Խաչատուր Սուքիասյանը պետք է իր գրպանները մեծացնի, 5000 հոգի զոհել են ու Արցախը հանձնել են դրա համար։ Ես ուզում եմ մի հանգամանքի անդրադառնամ, որ Հայաստանում այդ փորձագիտական շերտը միշտ իշխանության տակ բարկած է եղել ու ռեալ, ասենք փորձագիտական գնահատական մենք երբեք չենք լսել։ Օրինակ ես հիշում եմ, որ երբ նոր էր կառուցվում Բաքու Ջեյհանը, փորձագետներ, որ հիմա այսօր էլ են փորձագետներ եւ հակառակ կարծիք են արտահայտում, ասում էին, որ Ադրբեջանը նավթ չունի ու դա այդքան պաշար չունի, դա ցախողված նախագիծ է եւ այլն։ Հա, այդքան նավթ չունեն, որ այդ խողովակը լցնեն։ Հա, որ այդքան բան չկա, հեսա վերջանալու է, հեսա վերջանալու է, հեսա եմ ինչ։ Ավելին ասեմ, օրինակ այդ տեսակետները արտահայտում Լևոն Սարդերն օրինակ, որը H2-ով քաղաքական մեկնաբան էր աշխատում, եւ այդ բանը, որ չկա նավթ, որ դա անիմաստ է, ես ինչ է եւ այլն, բայց հիմա ինքը օրինակ կարծեմ հանրային ռադիոյով հակառակ տեսակետներն բանանում էլի քարոզ։ Այո։ Հիմա օրինակ որպես գրականագետ ես շատ ծանր եմ տանում եմ, որ Ստալինի մահվանից հետո ստալինիստներ չկան։ Այսինքն մեր գրականության մեջ բոլորը ստալինիստ էին ու բոլորը չեմ ասում, մի մասը թաքուն, մի մասը բացահայտ եւ այլն։ Հետո երբ Ստալինը մեռավ, այդ կուսակցությունը որոշում կայացրեց, որ չէ, դա այդ անհատի պաշտամունքը սխալ էր, բոլորը ասին, հա, սխալ են գրել, կներեք մեզ, անցան առաջ։ Ասենք Նայիրի Զարյան, ուրեմն 45 թվականից հետո Ճապոնիայում չեն թողել միլիտարիստներ, տևական ժամանակ, հա, եւ Գերմանիայում էլ չեն թողել նացիստներ, բայց այստեղ տարբերությունը մեծ տարբերություն կա այդ իրավիճակների միջև, որովհետեւ եւ Գերմանիան եւ Ճապոնիան օկուպացված էին, հա, ասենք Գերմանիայի օկուպացիան ավարտվել է 90 թվականին, Ճապոնիայի օկուպացիան դե յուրե ավարտվել է 50 քանի թվականին, հա, բայց ամերիկացիները այնտեղ այնպիսի սահմանադրություն են գրել տվել եւ պացիֆիզմը այնպես են ներարկել այսպես սեփական մեղքի եւ բանի տեսքով, ոնց որ պատասխանատվության տեսքով, չնայած Ճապոնիայում դա մի քիչ ուրիշ տեսք ունի, քան Գերմանիայում, Ճապոնիայում այդ մեղքը կոնկրետ գցել են զինվորականության վրա, Գերմանիայում, իսկ Գերմանիայում մեղք գցել են բոլորի վրա, բայց մենք այստեղ գործ ունենք մի բանի հետ, որ սովետում հասարակարգ իրականում չի փոխվել։ Այնտեղ ոնց ճաշակով կամ քաղաքական նպատակահարմարությամբ արվում էր, այդպես էլ շարունակվել է արվել, եւ մենք այն ինչ որ տեսնում ենք հիմա Հայաստանում, իրականում տեսնում ենք սովետի նման մի բան, որ ինչ որ մեկի ճաշակով ինչ որ բան է որոշվում։
Այն Խրուշովի ճաշակով որոշվեց, որ չպետք է կամ Խրուշովի կամ կուսակցական վերնախավի ճրանք իրանք էլ են մասնակից այդ ամեն ինչին, բայց այսօր մենք գործ ունենք այո ճաշակով եւ պահի քաղաքական նպատակահարմարությամբ այսինքն մեր վզին փաթաթվող գաղափարների կամ գաղափարախոսության հետ իբր թվերի հետ իբր դրանք օբյեկտիվ թվեր են որ ասենք չգիտեմ նույն փորձագետը նույն դեմքով ասենք ասում մենք պետք է Քուր Արաքսյան եսի միշտ դառնանք անբնի վարիչ քաղաքագետ Քուր Արաքսյան եսի միշտ դառնանք հիմա ասում որ պիտի հանձնածլենք Արցախը պիտի եսի հատե ինքնասպան եղի ասենք բրծնենք էլ ասենք ինչ է նշանակում ասես մի բան հետո մի տարի հետո ասես հակառակ բան որտեղ փողը այն մյուս կողմից է տալիս ֆիզիկոսների անեկդոտ է այստեղ մեջ բերեմ ասում որն է լավ տեսաբան ֆիզիկոս որ ցանկացած կոր գրաֆիկ կարող է բացատրել իսկ որն է ամենալավը ասում որ այդ նույն գրաֆիկը կբացատրի կամ կորը կբացատրի եթե թարս կախես բանը քաղաքական գործիչների տնտեսագետների մասին էլ են ասում այս տարբեր մարդկանց են վերագրում ասում են սկզբում քաղաքական գործիչը պիտի բացատրի թե ինչա լինելու հետո պիտի բացատրի թե ինչու դա տեղի չունեցավ Խելոք դեմքով խելոք դեմքով բացատրի թե ինչ դե բայց ամեն դեպքում համոզմունքներն ու արժեքները շատ կարևոր բան են այսինքն եթե մարդը չունի արժեք չունի համոզմունք եւ այլն ու դա բոլորին է բնորոշել այսինքն եւ գրականագետների մեջ դա կա եւ քաղաքական գործիչների եւ զինվորականության եւ այսինքն դա մեր հասարակության հիմնական խնդիրն է որ մենք այդ դաստիարակության փուլը, չգիտեմ, բաց ենք թողում, երեխեքին չեն կարող նորմալ դաստիարակել եւ այլն, որ այդ արժեքները իրականում շատ կարեւոր բաներ են, որ պետք չի ասենք փողի հետ այդ ամեն ինչը փոխել։ Փող ուրիշ բան է, շատ կարեւոր բան է, լավ բան է եւ այլն, բայց մի փոխեք ձեր հոգիները, մի վաճառեք, ինչը բաների հավատացեք ու հավատացեք մինչեւ վերջ։ Եկեք այս սրանով ամփոփենք այս մի բանը, անդրադառնանք Նիկոլ Փաշինյանի մտքին, դարակազմիկ մտքին, որը շաբաթ հայտարարեց, որ ասում են, որ չկան հավերժ բարեկամներ ու թշնամիներ պետության համար, դա սխալ է, ընդհանրապես չկան բարեկամներ ու թշնամիներ, որ ես կարծում լավագույնս բացատրում է այն չարչիական քաղաքականությունը, որը հիմա Հայաստանը վարում է։ Իհարկե մեծ հաշվով, քանի որ հիմա աշխարհում է չարչիական դարաշրջան եւ կան մեծ չարչիներ եւ փոքր չարչիներ։ Ամենանախագահն է, ասենք, յուրաքանչյուր քաղաքական որոշում հիմնավորում գործարքային շահով ուրեմն շատ ու հենց դրանով է պայմանավորված Նիկոլ Փաշինյանի ամրությունը, որ ինչքան ամուր է ինքը նստած իր աթոռին, բայց նաև հավատում եմ, որ չի կարելի մարդկությունը այս տրամաբանությամբ գնել եւ ինչ որ փուլի հետ գալու են ինչ որ արժեքներ ունեցող մարդիկ։ Դե ընդհանրապես ասած այդ իր արտահայտությունների համատեքստում պետք է շատ ուշադիր նայենք, թե ինչ նոր գաղափարախոսություն է ձևավորում Թուրքիայում, այո, այսպես թուրքական էքսպանսիան ինչ նոր տեսք է ստանում եւ հետեւելով ասենք թուրքական մամուլին, Թուրքիայում տեղի ունեցողներին, իրենք արդեն Զանգեզուրի միջանցքը հորով են արել, Նախիջևանի միջանցքն արդեն սկսել կոչել այս ամեն ինչը, դրան տալով նոր աստառ, եւ կարծում եմ ուշադիր հետևողներ են ինչ որ տեղի ունեն Թուրքիայում նկատած կլինեն, որ պանթուրանիզմը, այսպես նեոպանթուրանիզմը, նեոպան-օսմանիզմը նոր թափ է ստացել, այն իմաստով, որ դա արդեն կտրվել է քաղաքական հոսքից, հոսանքից, դարձել է ոնց որ ազգային գաղափարախոսություն եւ հաշվի առնելով թե քանի սերունդ է անցել այնտեղ քանի սերունդ է արդեն փոխվել խորհրդային միության փլուզումից հետո, որը համարվում էր, որ անհաղթահարելի խոչընդոտ է դրան, մենք պետք է ինքներս մեզ հաշիվ տանք, որ գործ ունենք մի գործոնի հետ, որը իր ճանապարհին ոչ մի խոչընդոտ չի տեսնում, եւ
պետք է նաև հաշվենք մեր ուժերը եւ մեր գործողությունները, սովորենք նաև դա հաշվել եւ պլանավորել, որպեսզի ճիշտ ժամանակին կատարենք մեր կարևոր քայլերը եւ կարողանանք դիմագրավել։ Ուրեմն ես մի հատ բան հիշեցնեմ, որ գուցե քչերն են հիշում, էլի։ Կար Սոլժենիցին, որը շատ երկար ժամանակ Ռուսաստանում ընկալվում էր իբրև մարգարե, եւ եթե հիշում եք, Պուտինը ժամանակ առ ժամանակ գնում էր Սոլժենիցինի մոտ, տենց ձեռքը համբուրելու եւ այլն։ Իհարկե բաները շատ տարբեր են, ասում են, որ ինքն էլ է գործակալ եղել, բան է եղել եւ այլն։ Տարբեր այսպես տեսակետներ կան, բայց ռուսական գրականության խորհրդային փուլի ամենավառ դեմքերից մեկն է Սոլժենիցինը։ Սոլժենիցինն ասում էր, որ Ռուսաստանը պիտի հեռու մնա դուրս գա Կովկասից, դա ասում էր այն ժամանակ, երբ 90-ականներին, երբ Ռուսաստանը այդտեղ չափազանց ուժեղ էր, ասում էր, որովհետև Թուրքիան բանը աճող նոր ձևավորվող ազգային պետություն է ու Թուրքիան պետք չի, որ Ռուսաստանը ընդհարվի Թուրքիայի հետ։ Սա ուղղակի ուզում եմ հիշեցնել, որ այդ թուրքական ընկալումը, թուրքական պետության ռուսական ընկալումը որն է։ Մենք միշտ կապել ենք այդ թուրքական վտանգի հաղթահարումը հյուսիսից եկող օգնության հետ, հյուսիսից եկող, չգիտեմ, ցարի զորքի հետ, բանի հետ, անկախ փաստերից եւ հետևանքներից, բայց իրանք էլ են դա տեսնում, գնահատում եւ այլն։ Ես այլ տեսակետ ունեմ, բայց եկեք թույլ տվեք դա չբարձրաձայնեմ այդ այլ տեսակետի մասին, թե ինչպես մենք կարող ենք դա հաղթահարել։ Մյուս ուրեմն ելույթը Նիկոլ Փաշինյանի, որը էլի հակասահմանադրական էր եւ բաներ, դա այդ խանութի վերաբերյալ հայտարարություններ, որ ես պիտի անձամբ հետևեմ, որ խանութը, որը անկանխիկ չի աշխատում, պիտի փակվի։ Ուրեմն խանութներ կան, կառավարության նիստի ժամանակ այսպիսի խոսակցություն է գնում, որ խանութներ կան, որոնք եթե անկանխիկ չի կանխիկ են վճարում, զեղ չեն անում բանին, գնորդին եւ դրանով նպաստում են, որ անկանխիկը ավելի քիչ լինի։ Նիկոլ Փաշինյանը բորբոքվում է, որ ոնց կարելի է այդպիսի բան անել։ Ես անձամբ հրահանգում եմ, որ նման խանութները փակեք։ Նախ այս հակասահմանադրական բանն է, որ կառավարության նիստի ժամանակ ուղիղ եթերով հնչում է եւ ոչ մեկ չի ասում, որ պարոն վարչապետ չի կարելի այդպիսի բան անել, ասենք դու ով ես, որ ասես խանութը փակեք։ Դա այդպես բան չենք տեսել, արդեն համարյա 2 տարի է կառավարության նիստերում այդպիսի բան չկա։ Բոլորը ասենք, չգիտեմ ինչ ասեմ, ասենք ուլ ասեմ, ինչ ասեմ, sense ինչու գղակ նստած ու ինչու մի արդեն տեսանելի է, էլի, որ ինքը որ սա բնականաբար առաջին չէ, սկսած առաջին օրվանից, որ ինքը դեռ իշխանության չէր, որ ասում էր, որ այս հրապարակի վրա մի բան կա, որ ինչ-որ մեկը ստեղ 3 միլիոն թե 6 միլիոն դոլար փող ունի, հիշում եք, չէ՞, դեպքը ու Սաշիկին չէ կարծեմ նկատի ուներ, որ ցած հասկացվեցել դա ով է ու որ բանկն, ասենք կոնվերս բանկում ունի, ասենք ոնց ու մեկը չասեց, որ ասենք պարոն Փաշինյան չի կարելի, ասենք շատ էլ որ քեզ ինչ-որ մեկը զեկուցել է դա կամ ինչ արել, որ չի կարելի դա բարձրաձայնել։ Այդ ու կառավարության նիստի ժամանակ որ խանութները եւ այլ, սա նախ սպառնալիքը, շանտաժը, ինքը վախեցնում է մարդկանց, որ մի արեք sense բան, չգիտեմ։ Երկրորդ դա բուն առևտուրն է։ Ես ավելի ինձ դուր է գալիս կանխիկը, ես ուզում կանխիկով բան անեմ, հոգեբանական բաներ կան, բացատրություններ կան, որ քարտով երբ որ առևտուր ես անում, դու չես զգում ինչքան ծախսեցիր, ինչքան գնաց, բայց երբ որ դու ձեռքով հաշվում տալիս ես, դու հասկանում ես, որ սա ահռելի մեծ փող էր։ Քարտով որ առևտուր ես անում, դու չես զգում ինչքան ապրանքը թանկացել, մեջայլոց։ Դու ցած ուղակի քեզ թվում է բան։ Եւ անկախիկ առևտրի ժամանակ դու հետո ես նայում կամ չես նայում չեկին, իսկ կանխիկ առևտրի ժամանակ դու գին ես հարցնում, ինչքան պետք է տամ, հա, ձեռքդ ես բռնում այդ ամեն ինչը եւ փաստացի իրականում էս հերո գնացող նպատակներ էլ ունի։
ես կարծում եմ, որ մի օր մեզ կարող է փաստի առաջ էլ կանգնացնեն, օրինակ այս տարի մի քանի դեպք եղավ, երբ որ այդ քարտային վճարումների համակարգը տևական ժամանակ չէր աշխատում, ասենք օրվա մեջ 5 ժամ կարող է չաշխատեր։ Տնտեսական վնասները դեռ ոչ ոք չի հաշվել դրա, բայց մենք գիտենք մի բան, կանխիկը նրա համար է, որ դու կարողանաս արագ փոքր գնումներ կատարես։ Մեծ գնումներ չես էլ կարողանում կատարես, որովհետև ապօրինի են, օրինակ օրենք կա, որ 300,000 դրամից ավել ոչ մի կանխիկ գործարք չես կարող անես։ Բայց փոքր գործարքները ամբողջ աշխարհում ընդունված կանխիկ անել։ Եվրոպայում էլ, Ամերիկայում էլ կան փոքր խանութներ, որտեղ ասենք Ամերիկայում $5 պակաս առևտուրը քարտով չեն անում, որովհետև Վիեննայի կենտրոնում իրանց վիեննացիների ամենասիրելի սրճարանը, որտեղ չկա, վրանցած մեծ գրած է no card, no card, քարտով չկա։ Եվ իմիջիայլոց ասենք վարչապետը, կանցլերը չեն պատռում իրանց, որ փակեք այդ սրճարանները։ Իհարկե կա նաև Ճապոնիայի օրինակը, որտեղ ընդհանրապես կանխիկ չկա։ Դանիայում էլ շատ տեղերում չկա կանխիկ։ Մենակ կանխիկ են անում։ Բայց փոքր տեղերում ամենտեղ, ամեն երկրում փոքր տեղերում Կոպենհագենում եղել եմ, այստեղ չկար որ փոքր տեղերում փոքր տեղերում փոքր գործարքները անում են կանխիկ։ Իմիջիայլոց ես մի 15-20 տարի առաջ մի հետազոտություն էի կարդացել, որ ինչքան շատ է օրինակ մետաղադրամի շրջանառությունը, այնքան դանդաղ է այդ երկրում ինֆլյացիան, որովհետև մետաղադրամը, ասենք եթե մենք 10 դրամով վճարում ենք կամ մանր ենք վերցնում 10 դրամով, դա նշանակում է, որ այդ վերջի 10 դրամը գինը չի կլորացել։ Դեռ չի կլորացել։ Վարդենիսում մի խանութ կա, Վարդենիս City-ը կոչվում, որ մտեք այնտեղ ասենք գներ կան, ասենք 86 դրամ գին կա, կամ 197 դրամ գին կա, ու հետաքրքիր է, որ մարդիկ ավելի հաճույքով գնում են օրինակ այդ Վարդենիս City-ին, քան մի քիչ այնքան գտնվող, ասենք Վան սուպերմարկետը։ Բայց օրինակ այդ գների կարգավորումը հենց թեկուս առևտուր անողի կամ առևտրի կազմակերպիչի կողմից դա կարևոր գործոն է առևտուրը շրջանառությունը մեծացնելու կամ շրջանառությունը կարգավորելու։ Այստեղ մենք գործ ունենք այս մարդու ասածների հետ կապված, գործ ունենք երկու բանի հետ։ Մեկը սահմանադրության ուղիղ խախտում, ուղիղ անմիջական եւ ուղիղ խախտում։ Երկրորդը հեռու գնացող նպատակներ, որը դռները բացելու, չգիտես էլ ինչ 1984-ի մեջ նկարագրած էլ ինչ բաների արժե։ Չմոռանանք, որ բանին այդ միջազգային հարցերի գրասենյակի ղեկավարին արդեն մոռացել եմ անազգանը։ Եղիշե Կիրակոսյանից հետո Դրմեյան Լիպարիտին, որ այդ բանից հետո ճեպազրույցից հետո հանեց, որ ասած կառավարությունում մեկը չկա, որ իմ ասածները, իմ ասածներին հակադիր ասած լինի, այդ մարդու ասածը մասնագիտական խոսք էր։ Ասել էին կարա Հայաստանը չկատարի արբիտրաժային դատահատի որոշումը, դե մարդը ասել էր չէ, ոնց է մաթեմատիկոսին ասես 2-ի է հավասար 1-ին գումարած, մեկը ասի այո, եւ սա գա ասի ոչ, դու չես կարող ասել, որ 1-ին գումարած 1 հավասար է 2-ի, որովհետեւ ես կարծում եմ, որ դա հավասար է, ասենք, չգիտեմ, կենգուրուի։ Այստեղ հիմնական խնդիրն է, որ ոնց է վարչապետը ինչ որ առևտրային process-ի մեջ ինչ որ կողմի շահերը պաշտպանում։ Ինքը չի պաշտպանում է պետության շահերը։ Պետության շահը ՀԴՄ-ն է, որը հարկ է գնում, չէ՞ դրանից։ Այդ ՀԴՄ-ն եթե ինքը պաշտպանի, ես կհասկանամ։ Պետության շահը ստվերի վերացումը չէ, նվազեցումն է։ Ստվեր չես կարող վերացնել, ոչ մի երկրում ստվեր չի վերացել։ Հիմա այդ ինքը, բայց ոնց է ինքը բանկերի շահերը պաշտպանում։ Այսինքն ինչու է ինքը sense միշտ ցերեկ լինի, գիշեր կլինի, առավոտ կլինի, լավ տրամադրություն կլինի, եսիմ ինչ կլինի, բանը ինչ իրավիճակում որ լինում է, ինքը երբեք բանկերի մասին վատ բան չի խոսում, ինքը երբեք թույլ չի տալիս, որ բանկերի բիզնես ռիսկերը իրանց գնացած, ասենք, չգիտեմ, տակ տված վարկ են տվել, մարդիկ վարկը չեն տվել, հայտնվել են, տակ տված վարկերը, լրիվ փոխհատուցում է, չես մի ֆիասկո էլ է եղավ, էլի։ Հիմա ոնց է, որ ինքը միշտ պաշտպանում է բանկերի շահերը։ Կարամ ես մտածեմ, որ այդ
բանկերը որպես Հայաստանի ամենաեկամտաբեր, ամենամաֆիոզ, շահութաբեր բան կառույցներ այդ մարդուն շահագրգռում են։ Հեսա քո քարտը կփակի քո բանկ։ Ես կարամ չանհանգստանամ, քանի որ իմ արդեն բանկ են։ Ինչ, մենք կանցնենք աղիքի։ Բայց տես այստեղ էլի որ ասում ես ինչ որ մեկի շահերը, հա, հերթական անգամ մենք տեսնում ենք թե ոնց բնակչության ընդ որ ինքը պաշտպանում են Մհեր Գրիգորյանը պաշտպանում է, չէ՞։ Էլի լիք ուրիշ մարդիկ էլ կան, լիք ուրիշ մարդիկ էլ կան, լռությամբ պաշտպանում են նաև այդ ամեն ինչը, բայց էլի մենք ականատես ենք լինում են բանի, որ հերթական ասենք ինչ որ պոպուլիստական կամ ոչ այնքան պոպուլիստական, հա, արտահայտություններով դռներ են բացվում հետագա ապօրինությունների առաջ։ Հիմա վաղը չեմ իսրը կգնա, ասենք ոնց ապօրինի բերեցին, ասենք զինծառայության ժամկետ կրճատելու, հա, ապօրինի բերեցին ապօրինի այս բանի տեսքով առողջապահության ապահովության տեսքով ապօրինի հարկ, հա, եւ այլն լիքը բաներ, ակնհայտ է որ ասենք նույն այդ առողջապահության ապահովությունը, որ մեր հաջորդ թեման է կարծեմ, հա, նոր հարկատեսակ կա։ Եվ ապօրինի կերպով է մտցվում այդ հարկատեսակը, քանի որ այս գործող հարկային օրենսգրքի 6 ամիս հետո նոր կարող ես օրենք ընդունելուց հետո նոր կարող ես այդ հարկատեսակը մտցնել ուժի մեջ։ Այսօր հաջորդ տարվան մնացել ընդհանուր 10 օր, հա, 10-11 օր։ Եվ նոր հարկ են մտցնում, պատկերացրեք, ասենք թե ինչ խառնաշփոթ եւ շիլաշփոթ տեղ ունենալու այս առողջության ապահովության հետ հունվարի 1-ից կամ հունվարի 2-ից է, երբ որ առաջի բաներով ստամոքսի ցավերով մարդիկ ուզենան գնան հիվանդանոց։ Ինչա տեղ ունենում այդ ապահովությունը դեռ չի գործում։ Այդ ապահովական վճարները դեռ չեն հավաքվել։ Որտեղից է ձևավորվել այդ ամեն ինչը, ով է վճարելու։ Պետբյուջեից ինչ են հատկացնելու դրա համար։ Ոնց է վճարվել այդ ամեն ինչը։ Ու մենք գործ ունենք մի շիլաշփոթ, դա միջալոց ուշով հետևում է այդ առողջապահության ոչ բարով հանձնաժողովի նիստերին, ազգային ժողովում, այնտեղ էլ եկել է բանից անտեղյակ մի նախարար, որը չի կարողանում պատասխանել հասարակ հարցերի, հիվանդությունների ցուցակ, որոնք ենթակա են այս առողջապահության ապահովագրությամբ, ենթակա են բանի անվճար սպասարկման։ Չեն կարողանում դեղերի ցուցակ, որոնք որ ենթակա են անվճար տրամադրման։ Մարդկանց կատեգորիաները, որոնք որ ենթակա են պարտադիր ապահովագրության առանց այդ ապահովագրության համար վճարելու։ Դեռևս վերջնական ոչ մի բան որոշված չի։ Հիվանդանոցները գալիս են, ասում մենք չգիտենք ոնց ենք աշխատելու։ Չնայած ես կարծում եմ, որ օրինակ միտումնավոր է ամեն ինչը ստեղծվում, միտումնավոր, որովհետև որպեսզի մեր ուշադրությունը էլի հերթական անգամ շեղեն իրական կարևոր գործընթացներից։ Չնայած կարող է պատահի մարդիկ հարցնեն առողջապահությունից ավելի իրական որը, բայց ավելի կարևոր բաներ էլ կան։ Օրինակ ինչ։ Հայրենիքի սահմանները, հայրենի հողը, որը մնում է ռազմակալված, որը մնում է օկուպացված եւ ել եմ կրկնում այդտեղից դուրս գալու մտադրություն չունեն։ Սա ես համաձայն եմ, որ Փաշինյանի իշխանությունը բնորոշման է, որ անում է ռեֆորմ, որը դեռևս միայն փողն է հստակ թե ով ինչ կնա վճարելու։ Իդեպ ինձ թվում է դու չգիտես, թե այդ փողի մի մասը դուրս է գալիս բանից են։ Լավ էլ գիտեմ, զինապահի, այո։ Մարդը իր ընտրությամբ ընդ որում դնում են այսպես սատանայական ընտրության առաջ, հա։ Մենք օրինակ շատ լավ գիտենք, թե այդ զինծառայողների առողջության եւ ապահովության հիմնադրամը ինչ կարևոր դեր խաղաց 2020 թվականի պատերազմից հետո, գոնե ինչ որ չափով թեթևացնելով կերակրողին կորցրած կամ ընտանիքի անդամ կորցրած մարդկանց հոգսը, ինչ որ փոխհատուցում տալով, հա։ Եվ պետք է շնորհակալություն հայտնենք եթերում Վիգեն Սարգսյանին, պաշտպանության նախկին նախարար, որը գնաց այդ ցավոտ քայլին համահարթ 1000 դրամ հավաքելով յուրաքանչյուրից, չնայած դա էլի հարկատեսակի նման մի բան էր, բայց կարողացավ ձեռնարկել եւ գործի գցել այդ գործընթացը, որ կարողացավ ինչ որ արդյունք տալ։ Բայց այսօր մարդկանց դնում է սատանայական ընտրության առաջ, պիղծ ընտրության առաջ միջայլոց, որ
դու կարող ես քո սեփական առողջության ապահովության համար վճարել այդ հիմնադրամին վճարվող գումարից, հա, Աստված ոչ արածը, չնայած Իլհամ ոչ արածը պատերազմ լինի, հա, մենք կանգնելու ենք շատ ավելի վատ խնդրի առաջ, շատ ավելի ցավոտ հետևանքներով։ Եվ հասարակության մեջ էս խտրականությունը, կաստայացումը ավելի խորը տեսք է ստանալու։ Ամեն դեպքում մենք տեսնում ենք, որ մի համակարգը, որ արդեն աշխատում է, քանդվում է եւ փողը տալու ենք մի համակարգի, որը չի աշխատում դեռ եւ նույնիսկ հայտնի չի, թե ոնց է դա աշխատելու։ Ուրեմն 20 թվականի սկզբին մի ամիս երևի այդ պետպատվերի ցուցակները ուշացել էին, չգիտեմ ինչը կախել է, բազան չէր աշխատում եւ այլն, եւ մարդիկ, որոնք ասենք ունեին սրտի վիրահատության շտապ կարիք, որոնք ունեին բան, ես ուղղակի քանի դրա միջով անցել եմ, դրա համար գիտեմ էլ այդ պատմությունը։ Հիվանդանոցում ասում են ցուցակները չկան, այդ բազան չի աշխատում, եսի ինչ եւ ոչ ոք դրա համար պատասխանատվություն չընթերքվեց, ոչ ոք։ Ուղղակի ասենք չկար, հա, մի բան արեք, այնտեղ տենց բան, աղբերս բան, մենք ցուցակի մեջ ենք բան։ Դե օրինակ արքան չաշխատելու համար պատասխանատվության չի ընթերքվեց ոչ ոք, բայց եթե օրինակ գնահատես տնտեսության տված վնասը, ասենք 1 ժամ կանգնելու, հա, դա միլիոնավոր դոլարներ են։ Իսկ եթե 5 ժամ է կանգնում, իսկ եթե 1.5 օր չի աշխատում, իսկ եթե այո, քո ասացի պես, եթե 1.5 ամիս ուշանա պետպատվերի ցուցակը կամ հիվանդանոցները չիմանան մարդուն ընդունում են այս հիվանդությունը պետական ապահովագրական այս հիմնադրամը փոխհատուցել է թե ոչ, մարդիկ կմահանան ուղղակի։ Կմահանան սպասելով այդ որոշմանը։ Կամ կմահանան կամ սեփական գրպանից կվճարեն այն պարագայում, որ սեփական գրպանից նաև վճարում են, ասենք հենց այդ ապահովագրական վճարը։ Մյուս թեման, որ ես կարծում եմ, որ շատ դրական նորություն է, այն է, որ լեզվի կոմիտեն հայտարարեց այս շաբաթ, որ ստեղծել է ոչ հայախոսների համար հայերենի իմացությունը ստուգող համակարգ, այսպես ասենք հայկական TOEFL եւ այսուհետ ոչ հայախոսները կարող են ուրեմն ստուգել իրենց գիտելիքները եւ ասում է, որ առաջիկայում կլինի նաեւ այդ համակարգը հայախոսների համար, այսինքն բացի ընդունելության քննությունից մենք ունենանք նաեւ այլ ինչ որ մի միջոց, որով կստուգենք մարդու հայերենի իմացությունը։ Որտեղ օրինակ ինձ համար շատ մեծ հարց է, որ օրինակ ասենք ազգային ժողովի падգամավորները ինչքան են կարողանում հասկանալ հայերեն։ Օրինակ շատ լուրջ հարց է, լավ մարդը որ ասեմ սմայլի կա քվեստամ քեզ գնաս հայերենի արդի հայերենի որևէ բառարանում գտնես լավարկել բառը, որը շատ հաճախ եւ հաջող եւ հաճույքով կիրառում են կառավարության անդամներ, ազգային ժողովի падգամավորներ, տնտեսագետներ եւ այլն։ Հա, չեղարկելն է։ Բայց դա սիրուն բառ է։ Լավարկել է, բարելավելը ավելի սիրուն բառ։ Դե հիմա լեզվական process է ինչ-որ։ Իսկ այդ ոնց է ինքը կամավոր սկզբունքով ստուգումները, թե ասենք օտարազգիները դե հիմա եթե դա կա, հով ջան, այսինքն կա այդ համակարգը, ինչ որ մեկը որ գալիս է, որ ասենք ինձ մոտ ընդունվի աշխատանքի, ես ասում գնամ մի հատ հայերեն իմացություն ստուգի, տեսնեմ ինչքան գիտես հայերեն։ Բայց ես վստահ եմ, որ ասենք մեր քաղաքական լիդերների մեծամասնությունը չի կարողանալու դա հանձնի, չգիտեմ, բանանի եւ բաներ էլիտան էլի, ասենք ազգային ժողովի падգամավորներ, մարդիկ, որովհետեւ օրինակ մի հատ էսպիսի բան ասեմ, էլի, թեև այդ այրեր, դա է շատ երևում, ուրեմն բառապաշարը բանդերում, բայց հայերենը կառույցն է։ Այսինքն նախադասությունը ոնց է կառուցված, հոլովները, խնդրառությունները եւ այլն ոնց են էլի աշխատում։ Բայց ես ոնց ասեմ, չեմ ճանաչում մարդու, որը խնդրառական սխալ չան, ասենք կապերը սրա մասով ասեցինք բան չէ, կամ այդ հոլովները որ ճիշտ չեն դնում, կամ այդ ինչպես է նախադասությունը կազմվում, դա 98% սխալ է։ Բայց եթե լինելու են թեստեր ու դա երևալու են, դա շատ լավ բան է, ես դա ողջունում եմ,
Ուղղակի կարող ասենք վաղը պարզի, որ մենք падգամավոր չունենք, կամ մենք ասենք նախարար։ Չէ, արդեն այդպեսի բաներ բարձվել են, օրինակ կան բարձրաստիճան զինվորականներ, որ տևական ժամանակ բարձրագույն պաշտոններ են զբաղեցրել, հա, որոնք ասենք դատական կամ չգիտեմ այլ նիստերի ժամանակ թարգմանիչ են պահանջում, որը չգիտեմ, абսուրդ։ Հա, որը աներևակայելի վիճակ է, բայց մենք դրա հետ գործ ունենք։ Հիմա եթե պետական պաշտոն զբաղեցնողների համար կամ հանրային ծառայության բարձր պաշտոն զբաղեցնողների համար լինի այս թեստը, դու գոնե վստահ կլինես, որ նամակը որ կուղարկես եւ պատասխանավոր կստանաս, այդ պատասխանից մի բան կհասկանաս։ Ուղղակի այդտեղ մեծ ուրիշ հարց կա, էլի, որ ով է անցկացնել այդ տեստը։ Եթե մեքենան անցկացնի, կարող ասենք ԿՊ վարչությունը որոշում կայացնի, որ եկեք այս խումբ մարդկանց օգնենք, որ իրենք տեստը հեշտ անցնեն։ Դե եթե ասենք վարորդական վկայականի քննության նման անեն, որ հուշել այսօր փաստացի չես կարող եւ տեստը ավտոմատացված, տեսանկարահանված, բարձ պետք է լինի, որ մարդը ինքնուրույն է հանձնում այդ տեստը, ոչ թե իր փոխարեն ինչ որ մեկը, հա, դրան կարելի է գոնե ինչ որ չափով վստահել։ Ասենք կամ մատնահետքով կամ բիոմետրիայով հավաստված լինի, որ հենց ինքն է արել այդ ամեն ինչը։ Բայց մյուս կողմից, եթե այս տեստը թողնենք հայեցողական, հա, ինչպես այսօր թողնված է օրինակ քաղաքացիություն շնորհելը հայեցողական, մարդկանց գիտեն, որոնք հայերեն մի բառ չիմանալով, հա, քաղաքացիություն են ստացել, հայկական ծագում չունենալով էլ։ Հա, սղվել է իրենց համար այդ պահանջը, հայերեն իմացության պահանջը։ Բայց եթե սա գնա ավտոմատացման եւ դա դառնա պարտադիր պահանջ, շատ լավ բան կլինի։ Լավ բան կլինի, համաձայն եմ քո։ Ուրեմն ես երկու օրինակ վեմ կներես էլ հող չեմ։ Ուրեմն Ժաննա Անդրեսյանը, երբ որ փոխնախարար էր, իր Facebook-ան էջում տառը սխալներով էր գրում։ Այսօր լա գրում, երբ որ նախարար։ Չէ, հետո պետք է նախարար դարձավ։ Մի երկու անգամ եղել է որպես փոխնախարար, մի անգամ հաստատ, որ մենք գրել ենք, որ այսինչ տառը սխալներ են։ Բայց որ նախարար դարձավ, իմ տեղեկությունով հատուկ մարդ կա, որ իր գրառումները սրբագրում եւ բանանում, նույնը ԵՊՀ ռեկտորը։ Բայց քեզ մի բան ասեմ, այն գրառումները հանձնարարություն, բան աշխատանքային հանձնարարություն, որի մեջ տառը սխալ էր արել։ Այն գրառումները, որոնք որ մասսայական ցրում են իրենց էջերում, այնտեղ կտեսնես կրկնվող տառը սխալը, ու այդ բարձ դառնում արդեն որ անձամբ են անում։ Ուրեմն ԵՊ-ն ուներ հեռախոսի շտաբ։ ԵՊ-ն ուներ պրոռեկտոր, որը Արայք Հարությունի ընկերներ, բայց դա ձախողվեց, ջախջախվեց եւ արագ ազատվեցին իրանից։ Մի հատ երկու էջանոց տեքստ էր գրել, որ պետք է ԵՊ անունից տարածվեր, ինձ ուղարկել էր գլե շտաբ տարածել, ես այդ ժամանակ բախման մեջ էի, ռեկտոր։ Ես էլ էսի խիպտի բռնում ես Արթուր Իսրայելյանի տառը սխալները ուղղեմ, բռնեցի տարածեցի։ Հետո հետևից կարմիր գրիչով ուղղեցի սխալները, մի 50-ը սխալ, տառը սխալներ, կետադրական բաներ, հետևից ուղարկեցի լրատվող միջոցներին, ասի խնդրում եմ սխալները ուղղեք նոր տարածեք։ Ֆիլմի մեջ ասում էր պլախոյտի չլավեք, չէ։ Դե ինչ սրանով ամփոփենք մեր զրույցը։ Հիշեցնեմ, որ սելի հետևորդներ, դուք դիտում եք խորագիր հաղորդաշարը, ես Ավետիք Քերոբյանը եւ Հովհաննես Իշխանյանն ամփոփում ենք անցած շաբաթը, կհանդիպենք մի շաբաթ։ Ստեսություն։ Ստեսություն։